Ճշմարտությունն ու սուտը մի օր հանդիպում են։ Սուտը առաջարկում է ճշմարտությանը, ասում է՝ շոքա, արի գնանք մոտակա լիճը, լավ սենց զով է, իրար հետ միասին լողանանք։ Ճշմարտությունն էլ համաձայնվում է, գնում է։ Սկզբում ճշմարտությունն է հագուստները հանում, թողնում ափին ու մտնում լճի մեջ, զովանալու։ Սուտն էլ արագ տեսնելով, որ արդեն ճշմարտությունը մի քիչ խորասուզվեց, վերցնում է այդ ճշմարտության հագուստները ու հագնում է։ Ու շատ արագ այդտեղից հեռանում է, մտնում է գյուղերն ու քաղաքները մոտակա, արդեն ճշմարտության հագուստ ունի վրան։ Բոլորը նրան նայում են որպես ճշմարտություն, եկավ ճշմարտությունը, բայց դա սուտ է։ Ճշմարտությունն էլ արդեն, որ տեսնում է եղելությունը, դուրս է գալիս այդ լճից, մնում է մերկ։ Այո, ճշմարտությունը մնում է մերկ, բայց միևնույնը չի դադարում ճշմարտություն լինելուց։ Նա գլուխը չի կախում, որ մերկացել է։ Միևնույնը ինքը մնում է ճշմարտություն։ Գիտեք, երբ որ զուգահեռ եմ անցկացնում ավետարանական պատմության հետ, երբ որ ճշմարտությանը խաչը հանեցին մերկացրած, նա չդադարեց ճշմարտություն լինել, չնայած բոլորը մտածում էին սուտ էր։ Ապագայում կերևար սուտ էր թե ճշմարիտ էր։ Բոլորը նրան տեսնում էին Գողգոթյան խաչի վրա կախված իբրև ստախոս։ Դե եթե զորավոր ես, այդպես իջիր խաչից, ինքդ քո անձն էլ փրկիր, բայց թեկուզ մերկացած նա մնաց ճշմարիտ ու մնաց ճշմարտություն։ Փառք Հիսուսին։